Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, եկեք եւս մեկ անգամ վայելենք նարցիսների գեղեցկությունը, քանի որ այստեղ եմ եւ շարունակում եմ իմ օրվա երկրորդ վլոգը նկարահանել իմ եւ ձեր համար։ Խորովածն անելուց հետո մի փոքր հանգստացել եմ, հետո քանի որ գործերը շատ են, մի հատ էլ կրակի այդ մանր ճյուղերը վրա եմ հավաքել, այդտեղ ամբողջը կվառվի, կմոխրանա, հետո հենց որ մոխիրը արդեն կսարչի, նոր կհավաքեմ, կմաքրեմ, բայց ես այստեղ եմ եւ եկեք հիմա տեսախցիկը մոտեցնում եմ այս բաժակին, որը քիչ առաջ ես գրեթե կես ժամ կլինի, ինչ բաժակը այստեղ եմ բերել, ուղիղ այն հատվածում, որտեղ որ խաղողի վազից այդ կաթիլները կատկթում են, իհարկե մենակ այս կողմում չի կաթում, ինչպես տեսնում եք մեղուները հավաքվել են, բայց սրանք իմ մեղուները չեն, ցավոք սրտի, երկար ժամանակ չէի կարողանում այդ մասին խոսել, հիմա էլ քիչ անց կպատմեմ, բայց հիմա եկեք խոսենք հենց այս կաթիլների մասին, որը որ ես բաժակը դրեցի եւ արդեն տեսնում եք այսքան հավաքվել է։ Մի քանի մեղու հասցրել են խորտակվել, դե մեղուներին դա բնորոշ է, իսկ մնացածն էլ փորձում են այս բուժիչ հեղուկը տանել ուղիղ իրենց փեթակ։ Մեղուները իմաստուն են, գիտեք չէ։ Անընդհատ կատկթում է դեռևս, տեսնում եք դուք այստեղ, ահա խնդրեմ, եկավ եւ այդպես շարունակ, քիչ ամնում ամբողջ տեղերը, որ կատկթում է, տանեմ ու բաժակներ շարեմ, բայց թե հավերս չեն թողնի հավանաբար, կամեշուն է, կատու է եւ այլն, բայց արդեն այստեղ որոշել եմ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, սա մոտեցրի տեսախցիկը, որ համոզվեք ինքներդ էլ, թե այս մի կես ժամվա ընթացքում ինչքան է այդ կաթիլները հավաքվել փոքր բաժակի մեջ եւ իմաստուն ու ժիր մեղուները տեղն իմանալով հարձակվել են։ Հիմա հարմարացնեմ տեսախցիկը եւ միանամ ձեզ եւ շատ հետաքրքիր զրույց վարեմ ձեր հետ։ Հարմարեցնելով տեսախցիկը, սիրելիներս, հիմա ուզում եմ խոսել այս բաժակի պարունակության մասին։ Մեղուները սկզբից զգուշորեն քշում եմ, գնացեք, դու էլ գնա, ոյ մի կողմից անընդհատ կատկթում է, գնա, գիտեք չէ, որ մեղուները երբ որ իրենք սենց ասած բերքով լեցուն են լինում, իրենք չեն կարող խայթեն, դա երկար պատմություն է, իմ առաջվա վլոգներում երբեմն խոսել եմ այդ մասին, այստեղ որ մի քանի հատ արդեն խեղդվել էին, սրանց ձեռքերս մաքուր է եւ կարող եմ հեշտությամբ հանել։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, քանի որ անընդհատ կատկթում է եւ ափսոս է, հիմա սա զգուշորեն այս կողմ եմ դնում էլի, կամ ավելի ճիշտ այստեղ, եւ այստեղ բաժակ եմ բերել, որ հավաքեմ էլի, նաեւ այստեղ բինտ եմ բերել, որ կտրեմ մեղուները մեջը չլցվեն, կամ սիման չգա խմի, կամ էլ հավերը։ Ահա, մկրատել եմ բերել, կտրում եմ։ Մի խոսքով ուզում եմ ապահովել եւ այս կաթիլներից վերցնել։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն ամեն մի կտրած տեղից կատկթում է, երբ որ գալիս եմ այս կողմ, թվում է թե անձրև է գալի, չգիտեմ, եթե ժամանակս հերիքի, միգուցե մի քանի հարմար տեղ, սենց բաժակներ շարեմ, բայց առայժմ հիմա սրանով եմ ուզում զբաղվել, ահա, բաժակի բերանը ոնց որ թե ավելի լայն էր, եւ հիմա ինձ հետ նաեւ բերել եմ ռեզին, որով որ կանաչիները երբեմն կապված է լինում եւ դրանով այստեղ ամուր կփակեմ, ահա, այսպես
մոռացա բարևել, բարևում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, քանի որ այսօր երկար ժամանակ էր ձեր հետ էի խոսում, պահի տակ այդպես ստացվեց, բարև բոլորիդ, ինչպես ասում էին մեր մեծերը, բարևն Աստծունն է, օրվա մեջ կարող ենք մի քանի անգամ բարևել իրար և բարու մեջ լինել։ Հիմա սիրելիներս, այստեղ, քանի որ բաժակը ես հեռացրեցի, մեղուները այդտեղ հավաքվել են և հիմա մի քիչ էլ այստեղ այս փոսիկ եմ անում, որ կաթիլները միանգամից չփախչեն, այլ անմիջապես այստեղ կատկթեն, գնացեք լա, գնա, թեկուզ և իմ մեղուները չեն, բայց չի կարելի սատկացնել։ Հիմա մի հատ էլ համբերում եմ, որ այստեղ ինքը տեսնեմ կաթիլը ուղիղ այդտեղ է կաթում, թե չէ, և հիմա սիրելի հետևորդներ ջան, մի հատ ուզում եմ համը տեսնել ձեր հետ։ Ոյ, յուրահատուկ աննկարագրելի համ ունի, ոչ քաղցր է, ոչ էլ ալանի է, ոնց ասած, և ընդհանրապես ես քիչ առաջ նաև այսպես ահա կաթում է, այսպես վերցրել եմ ու աչքերիս այս շուրջ բոլոր քսել եմ, հիմա էլ կանեմ, որովհետև միևնույնն է, էլի հավաքում է, իսկ ես որոշել եմ խմել, պատկերացնում եք, այսպես, տեսնում եք ինչքան հրաշալի բնական կոսմետիկա է, գիտեք, որ ես կնճիրներ չունեմ, սենց ասած, մի խոսքով, սիրելիներս, այստեղից էլ է կաթում, քիչ ամնում բանուգործս թողնեմ ու կամ այստեղ և հատուկ պրոցեդուրա ընդունեմ, բնական, այսպես, հիմա քանի որ որոշել եմ նաև բանջար քաղել ու չմտնի մնամ առանց բանջար, դրա համար ավելի լավ է զրույցը շարունակեմ, այսպես, հիմա, սա էլ ուզում եմ խմել, թող որ գնա ու իր բուժիչ հատկություններով իմ օրգանիզմին օգտակար լինի, դուք էլ եթե ձեր մոտ, ձեր այգում, ձեր բակում կամ ձեր մեծ այգիներ միգուցե ունենաք խաղողի վազերի կամ էլ ծանոթ բարեկամ կարող եք այս շրջանում մարտ ամսին է խաղողի վազը սկսում կատկթել, ընդհանրապես մարդկա ասում է խաղողի արցունքները, բայց ես չեմ ուզում արցունքի հետ համեմատել, այլ ես անվանում եմ խաղողի կաթիլները, բուժիչ կաթիլներ և վայելում եմ։ Ջան, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ոնց որ թե սպրայդի համ ունի, անկեղծ առանց գազի սպրայդի համ ունի և իսկապես արժե որ հավաքեմ, հիմա բաժակս հարմարացնում եմ, որ կաթիլները լավ հավաքվեն և այս լավ բնական օգտակար հատկություններով լեցուն այս հեղուկը սպրայդի համով չկորցնել, այսպես, մեկն էլ այստեղ էր կաթում, նաև մրջուններն են հավաքվել, քանի որ ես այստեղ ձեռքով կպա, ոնց որ թե կաթիլները տեղը խախտվել է, հիմա նորից կուղղեմ, այս կողմա ոնց որ մեկ էլ կաթում, հիմնականում շատ արագ կատկթում է խոշոր կտրված ճյուղերի մասի, ճիշտ այն այս բարակ տեղերից էլ է կաթում, բայց հիմնականում այս ավելի խոշոր ճյուղերի մասից է շատ առատորեն կատկթում, այսպես, ինչպես որ ասեցի, չեմ ուզում այստեղից հեռանալ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, անցնում եմ մեղուների մասին պատմությանը, գիտեք, որ մեղուներ ունեմ, բայց էլ չունեմ, ցավոք սրտի, 6 հատ մեղու ունեի, մեղվան տանիք, 6-ն էլ անկվեցին, որը մեղվապահների լեզվով ասում ենք հանգան,
6 մեղվան տանիքն էլ հանգան դեռևս աշնան սկզբին, որ ոչ ցուրտ էր, ոչ մի խանգարող բան չկար, բոլոր բուժումներն արած, բոլոր դեղերը տված, դրանից հետո էլ, որ այնպես չի, որ իմ տված դեղերից եղան, որովհետև դեղերը տալուց ահագին ժամանակ, մոտ 1 ամիս անց, որովհետև դեղերը տալիս եմ հենց մեղրաքամից հետո եւ արդեն հոկտեմբերի կեսերին այդպես դեռ ցուրտ չկար ընդհանրապես, տեսա, որ այստեղ շարժ չկա ընդհանրապես եւ մոտեցա, բացեցի, տեսնեմ, որ հերթով բոլորը հանգել են, շատ նեղվեցի, շատ ահավոր, մի քանի օր ինձ ոնց ասած չէի պարզում, գիտեք ինչքան սիրով էի պահում ու էլի կպահեմ Աստծո հաջողությունով, շատ էլ չարչարվել էի, 1 հատից էի ստեղծել այդ 6 հատը, գիտեք, որ այստեղ չէի, Ռուսաստան էի, մի խոսքով, երկար կլինի, որ նորից պատմեմ իմ նոր հետևորդներին, եթե կհետաքրքրի, ապա կխնդրեմ թերթել իմ անցած վլոգները, վերնագրից անգամ կհասկանաք եւ կտեսնեք, թե ինչ խնամք եմ տարել, ինչքան սիրով եմ արել, մեղր էի քամել եւ արդեն 1 ընտանիքից ստացել էի 6 մեղվան տանիք, մի խոսքով հիմա էլ մեծ սրտի ցավով եմ խոսում, ասեմ, որ իր կերակրապաշարը լավ տեղին ա եղել, ամբողջ ծմեր մնացել ա այստեղ, բայց հիմա քանի որ շոքերն են սկսվում, պետքա հանեմ։ Իհարկե այսօր չպետքա հանեմ, երեկոյան ուշ ժամի կհանեմ, որ այստեղ մեղուներ կան, այդ շրջանակների հետ չգան տուն անտեղի մեղքեն էլի չսատկացնեմ, չի կարելի ոչ մի մեղու տրորել ու սատկացնել, քանի որ գիտեք, սիրելի հետևորդներ ջան, մեղուները մեր այս երկիր մոլորակը պահողներն են, այսպես ասենք, բնությունը մարդու հետ կապի մեջ եւ այդպես լիքը լավ կարեւոր բաներ։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ, որ կերակրապաշարը տեղն ա եղել, բոլորի մեջ էլ, բայց միայն մեկը կբացեմ, ահա, այսպես, թեթևակի ուղղակի արագի մեջ, նաև ասեմ, որ տաքացումներն եմ տեղին արել, ահա, իր տակ բարձերը, հետո սա, ահա, սա մոմաթերթա, որը նույնպես բուժիչ է, մոմաթերթ եմ ասում, որովհետև արդեն ինքը ամբողջությամբ մոմով ա պատվել, սիրելիներս, այստեղ իր տաքացումն է, այսինքն իմ մեղուն չի մրսել, քանի որ հոկտեմբերին բոլորդ էլ գիտեք, որ հատկապես մեր այս տարածաշրջանում ցրտեր չի եղել, մի հատ էլ այստեղ ուշադիր լինեմ, որ կաթիլները լավ հավաքեմ, Եվ հիմա տեսնենք, այստեղ մեղր կա, կարող եք տեսախցիկը մոտեցնել և տեսնել, սա ամենավերջի շրջանակն է, այստեղ արդեն երկրորդն է և մոտ 2 կիլոգրամ կա, վերջից սկսած, ահա, խնդրեմ, կարող եմ նաև մոտեցնել, սիրելի հետևորդներ ջան, տեսեք, ահա, 2 կողմն էլ ցույց եմ տալիս, խնդրեմ, այս վերևի հատվածը արդեն մեղր է, ընդհանրապես մեղվապահները լավ գիտեն, որ թե ինչքան տարածքի մեղրը, ինչքան կիլոգրամ է, բայց այսպես ասելով, ես ասում եմ, որ այստեղ մոտ 2 կիլոգրամ մեղր կա, այսպես Եվ այդպես շարունակ, վերջից եմ գնում, տեսնում եք և այստեղ նույնպես, այստեղ նույնպես և այդպես շարունակ, սիրելիներս։ Հիմա շատ արագ ուզում եմ ծածկել, որ այս մեղուները խաբարը չտանեն ու մի ամբողջ փետակ, չգիտեմ ում, հավաքվեն այստեղ։ Դրա համար շատ արագի մեջ էլի ծածկում է։ Եվ երեկոյան ուշ ժամի արդեն որ կմթնի լավ, նոր արդեն սրանք կտանեմ և հարմար տեղ կպահեմ, որ չփչանան։
իրենց անկման պատճառը դեռևս ինձ հայտնի չէ։ Ես աշնան կողմը, որ բացեց, տեսա այս վիճակն է, այս բոլոր ռամկաները հանեցի և ստուգումներ արեցի, լավ փակեմ, որ մեղուները հոտի վրա չգան գողանան, այսպես, սիրելիներս, և տեսա, որ բոլորի մեջ էլ մայրերը կան, այսինքն իմ 6 մեղվան տանիքն էլ մայրերը կային, բայց դրանք էլ էին տեսատկել, շատ եմ կասկածում թունավորման վրա, քանի որ երբ որ մեղուները հանգչում են, ցավից մտնում են այդ բջիջների մեջ, գլուխները մտցնում են բջիջների մեջ և հիվանդությունը արդեն հասկանում ենք էլի, դե վերջը երկար տարիների փորձ ունեմ, 10 տարուց ավել է, մեղվաբուծությամբ եմ, մեղվապահությամբ եմ զբաղվում, համ բուծում եմ, համ պահում եմ, մի խոսքով, որն էլ ասեմ, սազեկան կլինի, և արդեն այդ ամեն ինչը ճանաչում եմ, էլի, եղել է տարի, որ ցրտից սատկել են, սաստիկ ցուրտ է եղել, և ամբողջը նորից հանգել էին մեղրը մեջը, իրենց կերապաշարը մեջը, բայց արդեն դեկտեմբերի վերջ, հունվարի սկիզբ այդ շրջանում դրա համար ինձ արդեն պարզ է, իսկ հիմա բոլորը հատակին փռված էին, որը նշան է թունավորման, իսկ մեղրը կարող եմ օգտագործել, որովհետև բոլորը փակ է, նաև ի դեպ ասեմ, որ մեղուն երբեք փակած, սերեկած մեղրը չի ծակում ուտում, հատկապես աշնանը, այլ պահում է դեպի ձմեռ, հունվար, փետրվար ամիսներին նոր սկսում է օգտվել և այս վիճակն ստացվեց, չգիտեմ, դեռևս այստեղ եմ թողնում փեթակները, տեսնեմ ինչ եմ անում, Աստված առաջ, եթե կկարողանամ ձեռք բերել, 1-2 հատ գոնե էլի կշատացնեմ, քանի որ շատ կապված եմ մեղուների հետ, ամեն ինչի ձևը համարյա թե գիտեմ և մի խոսքով տեսնենք, Աստված առաջ, այդ մասին չեմ ուզում ժամանակից շուտ ոչինչ ասել, սիրելի հետևորդներ ջան, այստեղ արդեն կաթիլները հավաքվում են և հիմա այսքանով այլևս չեմ ուզում էլ մեղուների թեման շոշափել, ինչ որ պետք էր կարճ և կոնկրետ ասեցի, շատ էի հարցրել, երբեմն, այդպես ոնց ասած չէի պատասխանել կամ ասել էի հետո հաջորդ վլոգում ու էլի չէի կարողանում խոսել, քանի որ սա ինձ համար շատ մեծ կորուստ է, թեպետև դե ոնց ասած մենք լավը ենք, մենք սաղը ենք, էլի կստեղծենք, հիմա եկեք լավ բաներից խոսենք, լավ տրամադրվենք և քանի որ նախորդ վլոգի մեջ ասեցի, որ բանջար պետք է քաղեմ ու նաև հիմա մարտ ամիսն է ու ոնց որ թե մարտը սկսում է գժվել, քանի դեռ չի գժվել և ձյունը, բանա չի եկել փակել, գնանք հավեսով իմ բախչեն, մի հատ պտտվենք, բանջար քաղենք, իսկ ովքեր չգիտեն թե բանջարը ինչը ի նկատի ունեմ, բանջարը դա եղինջն է, սիրելի հետևորդներ ջան, բայց ես շատ լավ գիտեմ, որ Հայաստանում, այլ տարածաշրջաններում բանջար ասում են նաև այն տիպի անտառային, դաշտային կանաչեղենին, այսպես ասած, կապ չունի, թե որն է, այդ ընդհանուրին բանջար են ասում, իսկ մեր տարածաշրջանում բանջարը միայն ու միայն ասում ենք եղինջին, որը մեր մոտ շատ ընդունված ու գրեթե բոլորն էլ սիրում, ես կասեի պաշտում են բանջարով ապուրները, հիմա մի հատ էլ էստեղ հստակեցնեմ, հետո կգնանք արդեն իմ բաղ ու բաղչից բանջար քաղելու։ Սիրելի հետևորդներ, քանի որ այսօր արդեն գիտեի, որ այս հատվածում շատ լիքը բանջար կա, անմիջապես եկել եմ այս կողմը։ Հիմա նաև ասեմ, որ եւ մի ժամից կմտնի, դրա համար ուզում եմ արագացնել
եւ սկսել բանջարը քաղել։ Ահա, քանի որ եղանակն էլ այս օրերի ընթացքում լավ տաք է ելել, բանջարն էլ ինչ է սիրում, տաք եղանակ։ Բա որ մի հատ էլ անձրև է գալի, բա այդ վաղտ ավելի է փարթամանում, բայց ոնց ասած, իսկական ուտելու սիզոնը թմի է։ Դրա համար ինչքան այս սիզոնին ուտենք, այդքան համով կուտենք, քանի որ երբ որ ավելի է շոքերն ընկնում, արդեն բանջարի վրա բաներ առաջանում, էլի լվիճներ առաջանում, դե ամեն դեպքում բան է, էլի գետնի վրա ճոխ բույս է, ամեն ինչին էլ լվիճը իր բերանի համը լավ գիտի, էլի գնում ամեն տեղ։ Այսպես հատիկ-հատիկ մկրատով կտրելու եմ, էլ ձեռնոց չեմ վերցրել ու հնարավորինս աշխատում եմ մաքուր քաղեմ, չնայած որ պետք է նաև հանդրեմ, այսինքն մաքրեմ։ Այդ դեպքում արդեն ձեռնոց եմ հագնում, որ ավելի մանրակրկտորեն մաքրեմ։ Քաղելու ընթացքում էլ ամեն մի պատահածը չենք պոկում, այլ պոկում ենք ամենալավերը, ամենասիրունները, որ համով վայելենք։ Երբ որ բանջարի ճաշ էփած ենք լինում, մենք դրան ասում ենք, ոնց որ գառան դմակ լինի։ Այ բանջարի ճաշը համեմատում ենք գառան դմակի հետ։ Ահա, հիմա ես սկսեմ արագ-արագ մեջի լավերը, փարթամները քաղել, լավ վիճակում է բոլորը, չնայած հավերը սրանել են ուտում, բայց ոնց որ թե այս տարածքը կամ չեն նկատել դեռ, մի խոսքով, այստեղ անշարժ տարածք է, դրա համար, էլի, սենց չոքել եմ գետնի վրա և ուզում եմ, որ այս համովությունը ես նույնպես վայելեմ։ Նաև ասեմ, որ բանջարը, որը նույն ինքը եղինջն է, երբ որ հավերն ուտում են, ավելի լավ ձու են ածում և դեղնուցը նույնպես հարստանում է, ձուն ամբողջովին հարստանում է շատ բարձր վիտամիններով։ Ահա։ Հավերի իրիկվա կուտը տվել եմ, նոր եմ եկել ստեղ, բայց կուտը կերել են ու էլի, ահա, խնդրեմ, հավաքվել են այստեղ, քուջուջ են անում, ամեն տեսակի դուրս եկած քոլու քոլոշ, կանաչի ծիլ, լրիվ վայելում են իրենք։ Իրենք իրանց բերանի համը նույնպես լավ գիտեն, այդ ոսկեգույն լավ կարմիր ցորենը վայելելուց հետո ամեն դեպքում հավի համար քուջուջը ճոխությունն է։ Ահա, որպեսզի զրույցով չտարվեմ, սիրելի հետևորդներ ջան, ես կասեմ, կադրից դուրս քաղեմ, հետո արդեն տնից կմիանամ, կամ էլ եթե լույսը լինի, կնստեմ, այստեղ կմաքրեմ, չգիտեմ, ինչպես որ կստացվի։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, բանջարը քաղելուց հետո էլ չկարողացա ձեզ միանալ, քանի որ ուժեղ քամի սկսվեց, եկել եմ տուն, մաքրել եմ բանջարը, լվացել եմ արդեն, մի քանի ջուր հոսող ջրի տակ լվացել եմ, չնայած լավ մաքուր էր, կարելի ասել, և այս պահին համ սոխառածն արած, համ էլ արդեն կարտոշկեն մաքրել լցրել էի, եռացել է, տապակել եմ կարտոֆիլը և հիմա ճիշտ ժամանակն է բանջարը լցնելու այդ ամենի վրա և 1-2 րոպեից ցույց էլ կավելացնեմ ու պատրաստ կլինի։ Դե գնանք կաթսան լցնենք բանջարը։ Սիրելիներս, արդեն լցնում եմ կաթսայի մեջ, հենց այսպես, շատ հարմար է այս բռնակով վերցնելու հեշտ ու հանգիստ լցնել արդեն պատրաստի, կարելի ասել ճաշի մեջ, քանի որ արդեն կարտոֆիլը տապակված է այստեղ,
Երբ որ բանջարը լցնում ենք արդեն կաթսայի մեջ, մի պահ իր եռը կտրվում է, եւ այսքան քաղել էի, շատ ընտիր բանջար է ստացվել, իմ սրտով, եթե ժամանակ լինի վաղնել, էլի կքաղեմ, այս ընթացքում նաև Տաթևի հետ էի խոսում, ասեց, որ Երևան ուժեղ անձրևակալի, մեր մոտ դեռևս քամի է, դեռևս անձրևը մեզ չի հասել, մի քիչ էսա ինքը կտաքանա, կփափկի եւ արդեն կմիաձուլվի ընդհանուր ճաշին, փափենք, որ այդ ամեն ինչը առաջ գնա։ Այստեղ 2 հատ ձու եմ կոտրել, մի քիչ հարել եմ, հիմա երկու բան էլ զրուցեմ ձեր հետ, հետո կշարունակեմ հարել, արդեն համարյա թե պատրաստ է բանջարով ճաշը, սիրելի հետևորդներ ջան, այս 2 ձուն էլ լավ հարելուց հետո կավելացնեմ, ասեմ, որ ոչ մի տեսակի կանաչի չեն կավելացնում մեր բանջարով ճաշին, և ձուն լցնելուց հետո արդեն աղը ու պատրաստ է, կանցնեմ վայելելու, որից հետո էլ արդեն կհանգստանամ, քանի որ այսօր շատ էր զբաղվածությունս, նաև ասցրեցի 2 վլոգ պատրաստել իմ և ձեր համար, և այսքանով էլ կավարտեմ, սիրելիներս։